Մեր քաղաքացիական պայմանագիրը սիրում են էլի անընդհատ կապեն, ասեն մենք չգիտեինք տեղը չկնեց, որ ձեր առջև շատ հստակ ցույց եմ տալիս կոորդինատներով, նկարներով, դիմումով, կոորդինատներով հստակ Չէ, գաղտնի ոչ մի բան չկա, ասես, ընդհանրապես բաց աղբյուրներից կատարած մանրակրկիտ պրոֆեսիոնալ հետազոտություն է։ Դա գաղտնի բան չունենք։ Կոորդինատներով հստակ նկարներով, դիմումով, ամբողջ նկարներով, փաթեթը, մենք երբ ուսումնասիրությունը ավարտվել է, հստակ արդեն փաստերը մեր ձեռքում եղել է, հանրությանը իրազեկում ենք, հենց հիմայի հարց չկա, եթե մի շաբաթ առաջ մենք ամբողջ փաստերը, անհերքելի փաստերը մեր ձեռքում ունենանք, մի շաբաթ առաջ կներկայացնենք։ Բացարձակապես նախընտրական ի տարբերություն Նիկոլի եւ իր քաղաքական թիմի, մենք մեր երկրի անվտանգությունը որպես քաղաքական դիվիդենդ ու շահարկման առարկա երբեք չենք դարձրել ու երբեք չենք դարձնելու։ Այնպես որ սա փաստ։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, բոլոր լուսանկարները, դիմումը ֆոտոները, այս ամենը հեսա ծրարի մեջ ես դնում եմ, ուղարկում եմ, դիմում պահանջում ենք, որ նրանք շատ հստակ պատասխանեն ինչու են հանրությունից գաղտնի պահել։ Եթե նրանք ունեն փաստեր, որոնք բնականաբար չունեն, եթե ունեն թող հերքել, եթե ոչ կպատասխանեն ինչու են հանրությունից, ինչու են հանրությանը խաբել հերթական անգամ։ Պարոնյան, մի հարց էլի, այստեղ նշում եք, որ այս դիրքից տեսանելիությունը բացվում դեպի արոտավայրեր, կուտ եւ սոտքի հանքավայր, բայց սա պետք է նշել, որ առաջի դիրքը չէ, որ այդ տեսանելությունը բացվում ադրբեջանցիների համար։ Միանշանակ Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքում Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքից մոտավորապես 240 կիլոմետր տարածք եւ մշտադիտարկման եւ ուղիղ հասանելիության տակ են շատ ու շատ բնակավայրեր, թե Տավուշի մարզում, թե Գեղարքունիքի մարզում, թե Սյունիքում, թե Ջերմուկի հարևանությամբ, բոլորս մենք շատ լավ գիտենք ինչ են հասցրել այս մարդիկ։ Դրա համար հիմա ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը, մենք փաստերը հեսա կներկայացնենք, իսկ թող իրանք էլ կպնեն իրանց գործին ու փորձեն հերքել։ Հնարավոր է ասեն օրինակ չափազանցված է դիրքի նշանակությունը ոչ, ինչի մասին է, դիրքի նշանակության մասին հարց չի։ Հարցը նա է, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, Ադրբեջանը Հայաստանի տարածքում դիրք է սարքում մարտական դիրքեր։ Այդ որում, շատ շնորհակալություն, շատ շնորհակալություն որ ասեցիք։ Այո, երևում է, թե որ օրվանից են այդտեղ շատ նկատել, որոններ դիրք հայտնվել, չնայած այդ նույն անդրադարձում իմ գործընկերները նշում են, որ որոշ մտահոգություններ չափազանցված են, բայց այնուամենայնիվ դատելով տեսանյութից հաստատվեց այն փաստը, որ թե ով է ստում ըստ էության։ Նախ շատ շնորհակալություն հարցի համար, որ հիշեցրեցիք, ֆակտորը որպես լրագրողները հստակ ստուգեցին փաստերը, փաստեցին, որ մեր ասածը ամբողջովին ճշմարտություն է, իսկ ինչ վերաբերվում է չափազանցվածի մասին, ասեմ, քանի որ լրագրողները ամենայն հարգանքով լրագրողների հանդեպ անվտանգության մասնակիցներ չեն, նրանք չեն կարող հստակ գնահատականներ տալ, որ առաջխաղացումն է վտանգավոր, որը վտանգավոր չի։ Եվ վերջապես ցանկացած առաջխաղացում, ցանկացած Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի օկուպացիա, դա ոչ թե վտանգավոր է, դա անթույլատրել է եւ էգզիստենցիալ վտանգ է Հայաստանի համար։ Շնորհակալություն, սիրելի լրագրողներ, ես հիմա այսա կհանդիպեմ, ասեք։ Հիմա քանի որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս, մենք չենք կարողանում գնալ եւ անձեն աչքով տեսնել։ Օրինակ, դուք առաջարկում եք պաշտպանության նախարարությանը, որպեսզի իրենք եթե ունեն օրինակ հակափաստարկներ, ինչպիսիք որ դուք փաստերով ներկայացնեք, եթե դրանց հակափաստարկները փաստերով ունեն, թող իջնեն այստեղ, համ ձեզ ներկայացնեն, համ մենք տեսնենք, հանրությանն էլ կտեղեկացնենք, ասենք այս մարդիկ իրենց գործերին են կպած, ես ինչ է։ Դե հաշվի առնելով, որ մենք բոլորս էլ տեսել ենք այս տարիների ընթացքում այս մարդկանց անպատասխանատվության աշճանը, ոչ պրոֆեսիոնալիզմի աշճանը, ես այդպես պատրանքներ չունեմ, որ իրենք կարող են սա հերքել, բայց խնդիր չկա, եթե կարող եք թող հերքել։ Մենք գիտենք, որ մենք ճիշտ ենք, մենք գիտենք, որ մեր փաստերը շատ հստակ են, երկաթյա փաստերը, եթե կարան խնդրեմ, կարծիքով չեն, վստահ եմ, որ չեն կարա, եւ դուք կհամոզվեք, որ չեն կարա։ Այլ բացահայտումներ լինելու։ Իհարկե լինելու է, մենք Նիկոլ Փաշինյանի բոլոր կեղծիքները հատ առ հատ պայթեցնելու ենք։ Նիկոլ Փաշինյանի չեղած ռեյտինգը էլ ավելի ենք հավասարացնելու հողի, պատրելու ենք նրանց դիմակները եւ վերջապես
մեծ հույս ունենալով, որ մեր հասարակությունը կարա Նիկոլ Փաշինյանին ճանապարհի այնտեղ, որտեղից նա եկել է։ Շնորհակալություն։ Քննի հասցեատերը Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Քննի հասցեատերը եւ խափողները, ստողները, հայ ժողովրդից այս ամեն ինչը, ներխուժումները, թաքուն պահողները, ոչ թե պաշտպանության նախարարության սպաներն եւ ծնվերները, այլ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այն մարդիկ, ովքեր պատասխանատու են Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջության համար։ Շնորհակալ։ Մոտիկանա կնդեներս համապատասխան։ Շատ բարի։ Մնացածը սպասում են դուրսը։ Մի հոգի։